Ողջույն բոլորիդ, հարկ մեր Տիրոջը, ամեն, որպես նախավան, որ այդքան էլ կապ չունի այսօրվա պատգամի հետ, այսօր Հովիվը լրջության կոչ արեց, եկեղեցում ծառայության հանդեպ մեր մնացած վերաբերմունքի մասին, ես ուզում եմ դա նույնպես շարունակեմ։ Աստվածաշունչն ասում է, որ երբ որ Տիրոջ տուն ես գալիս, զգուշություն նրա ոտքի։ Զգուշ է, աչալուրջ է։ Գիտեք, երբ որ պատգամախոսը կանում է այստեղ խոսալու, ինքը իրանից ինչ-որ բառեր չի ասում։ Այստեղից խոսացվում է, քարոզվում է Աստծո խոսքը։ Ամեն։ Աստծո խոսքը դա Հիսուսն է։ Ամեն։ Ով է համաձայն սրա։ Եվ Հիսուսը ասում է, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, մեկը չի կարող հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Այդ խոսքն է, որ մեզ մոտեցնում է Աստծուն։ Ամեն։ Ինչի համար եմ սա ասում, նայեք։ Եթե դու քարոզի մեջ խոսքի ժամանակ զբաղված ես ուրիշ բաներով կամ լսում ես միայն ճշմարտությունը, դու դեռ չես հասնի Աստծուն։ Որտեղ քեզ պետք է լսել ոչ միայն ճշմարտությունը, այլ իմանաս ճանապարհը ճշմարտության։ Եվ այդ ճշմարտության կյանքով ապրելը, որը որ քեզ տանում է դեպի Աստված։ Ասեմ ինչի նկատի ունեմ։ Օրինակի համար, երբ որ այստեղից քարոզվում է, որ սուրբ եղեք, որովհետև ես սուրբ եմ։ Ճշմարտությունն է թե չէ։ Ձեզ կանչող սուրբի պես դուք եք սուրբ եղեք։ Ճշմարտությունն է թե չէ։ Այո ու ամեն։ Բայց եթե դու չես լսում, թե ոնց լինես սուրբ, այդ ճանապարհի մասին չես լսում, դու կիսատ ես։ Եթե դու չես ընկալում ամբողջը, որ նաև այդ սուրբ լինելը կյանք, սուրբ կյանք ապրելը, ոնց անես, որ դու սուրբ կյանք ապրես, եթե դու սրա մասին չես լսում, դու կիսատ ես։ Իմ կոչն է, որ Աստծո խոսքի եւ ընդհանրապես Տիրոջ տուն գալուց զգուշություն ունենա։ Լսենք ամբողջ խոսքը, այն ինչ որ Տերը տալիս է։ Գիտեք, այս դինամիկներից իմ ձայնն է հնչում, ձեր ականջներին, ձեր ֆիզիկական ականջներին հիմա իմ ձայնն է հնչում։ Բայց իմ աղոթքն է, որ դուք սրտի մեջ լսեք ձեր Հովվի ձայնը։ Որովհետև նա ասում է, ով լսելու ականջ ունի, թող լսի։ Ամեն։ Եկեք մի կարճ աղոթք անենք ու իրոք մենք մեզ դիրքավորենք նրա խոսքը լսելու եւ ոչ միայն լսելու, այլ խոսքը կատարող լինելու համար։ Ամեն։ Խոնարհենք գլուխները մեր Հայր, շնորհակալ եմ քո որդի Հիսուսի համար։ Այդ մեծ պարգևի համար։ Շնորհակալ եմ, որ ունենք քեզ Հիսուս, որ դու մեր Տերն ես, որ դու մեր փրկիչն ես, որ դու մեր ամենն ես ամեն բանի մեջ։ Աղոթում եմ իմ Աստված, որ մեր լսելիքները բացես, Սուրբ Հոգով Աստվածին այցելես ամեն մեկիս ու մեր լսելու ունակությունը բժշկես, որպեսզի մենք լսենք քո խոսքը։ Քո խոսքի մեջ ասվում, որ գալիս է ժամանակ ու սով է լինելու երկրի վրա։ Ոչ թե հացի սով, ոչ թե ջրի, այլ քո խոսքը լսելու սով։ Տեր մեզ քո խոսքը լսելու համար սոված է։ Մենք քո խոսքին փափագենք ու քո խոսքին լուրջ վերաբերվենք։ Փառավորվես դու ես ամեն բանի մեջ։ Ամեն։
Այսօրվա պատկանը, որ ճիշտն ասեմ, այդքան ու պատրաստ չեմ։ Ես երբ որ հանձնարարվեց խոսքի ծառայությունը, ես շատ հզոր մի խոսք ունեի պատրաստված, բոլորովին թարմ մտածում եմ, որ ես այս խոսքով կկիսվեմ, շատ ոգևորված էի, մի քիչ չափազանցնելով ասում էի, այդ խոսքից հետո մարդիկ կբերկենան ու կսկսեն հավատքով հզոր ապրել, բայց ընդհանրապես ուրբաթ Տեր այցելեց ինձ, կարծես միացնեց հայացք, չես ուզում հարցնես, թե ինչ եմ ես ուզում որ խոսես, հետ ուզում ես թե քո ուզածը խոսես, և ես Տիրոջը հարցրեցի ու Տերը մի նոր խոսք տվեց, այնպես որ ինձ համար էլ է դժվար լինելու, եթե Տերը չօգնի, բայց ես հավատում եմ, որ Տերը կօգնի, տեղ հասցնելու են ինչ-որ սրտումս դրված Աստծուց, հավատում եմ, որ սա բացարձակ Աստծո կամքն է, այս խոսքը բաժնեկցել ձեզ հետ։ Ուրեմն, Թվոց 14-րդ գլուխ, երկրորդ խոսք։ Իսրայելի բոլոր որդիները տրտնջում էին Մովսեսի ու Ահարոնի դեմ, ու ամբողջ ժողովուրդն ասեց նրանց. երանի թե Եգիպտոսի երկրում մեռած լինեինք, կամ երանի թե այս անապատումը մեռած լինեինք։ Մյուս խոսքը, նույն գլխի 28-րդ խոսքը, ասա նրանց, ես կենդանի եմ, ասում է Տերը, որ ինչպես դուք խոսացիք իմ ականջներին, այնպես էլ կանեմ ձեզ։ Իրավիճակ, ահավոր, տխուր իրավիճակ։ Ժողովուրդը տրտնջում է, և ասում է երանի մեռած լինեինք այս անապատում կամ Եգիպտոսում։ Որոշ բաներ է տեղի ունենում այդ ընթացքում Աստված իր բարկությունը, իր անհամաձայնությունն արտահայտում ժողովրդին, Մովսեսի հետ հաղորդակցվելու ժամանակ Մովսեսը այնտեղ Տիրոջից փորձում է ներողամտություն, ողորմություն կորզել, այսպես բարեխոսում է, և վերջում գալիս է Աստված մի հատ խոսք ասում, կենդանի եմ ես, երդում է գալիս, ասում այն ինչ որ իմ ականջներին խոսացի, այդպես է ունեմ։ Շատ կարևոր մի հոգևոր իրականություն։ Ինչ որ խոսում ենք մենք Աստծո ականջներին, Աստված դա է անում։ Սա հոգևոր իրականություն է։ Վերջերս մեկի հետ սկսել եմ մտերիմ շփում ունել, ու ինքը շատ հետաքրքրված է Աստծո խոսքով և Աստվածաշունչ է կարդում, ուզում է ծանոթանա Տիրոջ հետ, Աստծո հետ հաղորդակցություն ունի, այսպես որոշ բաներ ես նրա հետ շփման արդյունքում հասկանում եմ, որ ինքը սկսել է կամաց ճանաչել Աստծուն, աղոթում է, մի օր կիսվում ենք իրար հետ, նստած ենք, զրուցում ենք, ասում է, գիտես ինքը ինձ քարոզում էր, ինքը Աստված ճանաչության մասին բաներ էր ասում է, գիտես ինչ ասում է, երբ որ գալիս ասում ենք ոնց ես, երբ որ ասում ենք լավ չի, վատ է, բողոքում ենք, տրտնջում ենք, ասում է գիտես Աստված ինչ անում, ասում է ինչ, Աստված ասում է դու չես տեսել վատը որն է, տեսա կգա այդ վատը կիմանաս վատը, ինքն է ինձ քարոզում, ասում է, բայց երբ որ ասում ես ամեն ինչ լավ է, փառք Աստծուն, գոհանում ես Աստծուց, Աստված ասում է դու լավը չես տեսել։ Ամեն։ Ու երբ որ նայում եմ ես
իրավիճակին ասում եմ Աստվածին։ Դու ինչի ես այսքան խիստ վերաբերմունք, ինչի sense խիստ վերաբերմունք ունես մեր բերանից դուրս եկած խոսքին։ Չէ՞ որ դու գիտես, որ մենք ընկած մարդիկ ենք ի վերջո։ Սխալված մարդիկ ենք։ Մենք ադամական բնույթով արդեն անկում ունեցած անկման մեջով անցնող մարդիկ ենք։ Ինչի՞ ես դու այսքան խիստ վերաբերվում մեր խոսքին։ Ինչի՞ որ մեր խոսքը դու չէ՞ որ միշտ փորձել ես մեզ հասկանաս, մեր դրության մեջ մտնես։ Նույնիսկ մարդացար, որ մեր դրության մեջ մտնես։ Հասկանաս մեզ, բայց ինչի՞ ես այսքան խիստ վերաբերվում մեր բերանից դուրս եկած խոսքին։ Որտեղ մենք միշտ չի որ լավ բաներ ենք ասում կողականջներին։ Ինչի՞ է այսքան խիստ Աստված վերաբերվում մեր բերանից դուրս եկած խոսքին։ Պատասխանը գտնելու համար միշտ Աստվածաշունչը ինձ սովորացրել է ամեն բանի հարցի պատասխանը գտնելու համար պետք է արմատին գնանք։ Ծննդոց գրքի մեջ։ Հիշում եք օրինակի համար, որ Հիսուսին մի հարցով մոտեցան, ասեցին Մովսեսը ասել է արձակման թուղթ տուր, բաժանության հետ կապված, խնդիրների հետ կապված, Հիսուսը ասեց ձեր սրտի խստության համար է ձեր Մովսեսը պատվերը տվել, ասում է, բայց սկզբում այդպես չէր։ Հիսուսը բոլոր հարցերի լուծումը եւ պատասխանը ուղղում է այդ հղում անում սկզբին։ Նույնիսկ ես երբ որ կարդում եմ հայտնության գիրքը, այնտեղ որ ասում է հիշի որտեղից ընկար ապաշխարի, դարձի ու ապաշխարի, նորից այդ ընկնելու պահը ինձ ուղղում է դեպի ծննդոց գիրք, որովհետև բոլոր անկումները նույն բնույթն են կրում, ինչ որ Ադամի անկումն է նկարագրում։ Եվ առաջի գրքի մեջ, ծննդոց գրքի մեջ, արարչագործության մեջ ես տեսնում եմ հետևյալ խոսքերը մարդուն արարելու։ Առաջի գլուխ 26-րդ խոսքը։ Ասում է, եւ Աստված ասեց, եկեք մեր պատկերով մարդ ստեղծենք, մեր նմանությամբ, եւ թող նա իշխանություն ունենա ծովի ձկների ու երկնքի թռչունների եւ անասունների ու ամբողջ երկրի ու սողացող բոլոր սողունների վրա։ Եվ մյուսը երկրորդ գլուխ 7-րդ խոսք։ Եվ Տեր Աստված գետնի փոշուցը շինեց մարդուն, եւ նրա ռունգերի մեջ կենդանության շունչ փչեց, եւ մարդը կենդանի ոգի դարձավ։ Հիմա նայեք, Աստված մեզ ստեղծելուց ինչ արեց։ Որոշեց նախ մեզ ստեղծել։ Ասեց, եկեք մեր նմանությամբ ու մեր պատկերով մարդ ստեղծել։ Եվ երբ որ սկսեց այդ ստեղծագործության այդ գործընթացը, ինքը որպես մատերիալ, որպես նյութ ստեղծման օգտագործեց հողի փոշի։ Մինչ այդ Աստված 6.5 օր արարում էր ու ամեն բան բարի է, հիասքանչ է։ Աստված կատարյալ արարում էր այդ արարչագործության ընթացքը, ամեն ինչ կատարյալ էր ստեղծում Աստված։ Ինչ ստեղծում էր գերազանց էր, ինչ ստեղծում էր կատարյալ էր, բիծ չկար, ես պատկերացնում եմ այդ բնություն, այդ լանդշաֆտ դիզայնը Աստծո, որ ամենակատարյալն է, պատկերացնում եմ ինչ գեղեցկություն է, մեր եղբայրներից մեկի հետ ամռանում տարիներ առաջ իրանց բակում թթի ծառ կար ու այդ թութը գնացինք թափ տվին ծառի տակ նստինք սկսինք թութ ուտել շատ համով թութ էր
Այստեղ բարը գիտեք ինձ ինչ ասաց, պատկերացնում ես, ասում ինչ համով թութ է, չէ՞ իմ համոդում ասում այս պատկերացնում ես, եթե պարտեզում Ադամի ու Եվայի կերած թութը ինչ համով կրներ։ Աստված կատարյալ ու շքեղ ամեն ինչ ստեղծեց։ Եվ վերջում ստեղծում էր մեկին, որը պիտի լիներ գլուխգործոց է բոլոր ստեղծագործության։ Թագը պիտի լիներ այդ ամբողջ ստեղծագործության։ Տիրողը և իշխողը պիտի լիներ այդ ամբողջ ստեղծագործության։ Բայց զարմանալիորեն այդ կարևորագույն ստեղծագործության համար նյութ մատերիալ ընտրում հողի փոշին։ Գիտեք, նույնիսկ հողը չէ, այլ հողի փոշին։ Երբ որ մենք ոտքով հարվածում ենք հողին, այդ փոշին բարձրանում է, Աստված այս փոշին ընտրեց որպես նյութ մեզ արարելու, մարդուն արարելու։ Ամենաաննշան բանը Աստված ընտրեց մեզ արարելու։ Ինչի՞։ Ես այստեղից սկսում եմ ճանաչել Աստծուն։ Սա նման է իմ Աստծուն։ Նա է, որ ոչնչից ստեղծում է ամեն ինչ։ Նա է, որ կարողություն ունի փոշուց ստեղծել ամենակարևորը։ Ամեն։ Երբ որ մեր շորը փոշոտվում է, հողոտվում է, մենք թափ ենք տալի։ Չէ՞։ Որ մաքրվում։ Սրանից հետո թափ տալուց մի քիչ հարգանքով ենք փոշուտը դրել, որտեղ դա մեր մատերիալն է։ Բայց ինչու մեր կայանում ես փոշուտ ստեղծված մարդու կարևորությունը, ինչու մեր կայանում նրա արժեքավորությունը, ինչու մեր կայանում ես մարդու այսքան բարձր դիրք ունենալու գաղտնիքը։ Ասում Աստված նրա ռնգերի մեջ իր շունչը փչեց։ Աստված այդ փոշուտ ստեղծված մարդուն իր նմանությունը եւ պատկերը դրեց նրա մեջ եւ իր շունչը փչեց նրա մեջ եւ մարդը դարձավ կենդանի հոգի։ Այսինքն առանց նրա շունչի մենք փոշի ենք, այո, եւ ոչինչ չենք։ Բայց երբ որ նրա շունչն է գալի մեր մեջ, մենք դառնում ենք ամբողջ ստեղծագործության թագը։ Ամեն պատասխան։ Առանց նրա շունչի։ Գիտեք, Աստվածաշունչ գիրքը հայերենում լավ անվանված Աստվածաշունչ։ Պողոսը խոսում է Տիմոթեոսի 3:16-ում ասում է ամբողջ գիրքը Աստծո խոսքն է, Աստվածաշունչը գրքի ինքը նկատի ունի 5 կտակարանը եւ հետագայում այդ նույն կանոններով ստացված նոր կտակարաններ այս նույն անունը ստանում, որ այո դա Աստծո շունչն է։ Այս խոսքն է, որ Աստծո շունչն է, ամեն։ Եվ այս շունչն է, որ մարդու կյանքում գալով մարդուն դարձնում է ստեղծագործության թագ։ Այդ խոսքը ինքը Հիսուսն է, այդ շունչը ինքը Քրիստոսն է։ Ամեն։ Դա է, որ մեզ դարձնում է կարևորագույն մեկը։ Հիմա այդ շունչը կերտում է մեր մեջ Աստծո նմանությունը եւ պատկերը։ Ինչով ենք նման ասում։ Շատ բաներ կարելի ասել, բայց հիմա ես ուզում եմ խոսալ խոսքի մասին։ Ինչով ենք մենք խոսքով նման ասում։ Մենք էլ խոսալու ապարատ ունենք, ես բերան լեզու չէ։ Աստված ինքն է խոսացող Աստված։ Չէ՞ որ Աստված ամբողջ առաջագործությունը ասեց լույս լինի, լույս եղավ, ասեց այս ինչ բանը լինի եղավ, լինի, թող լինի եղավ, ասելով, խոսքով ստեղծեց Աստված ամեն ինչ, ամեն։ Եվ մեզ իր նման է դարձրել, իր նման է ստեղծել։ Եվ մենք
Ադամի մեջ լինելով, մենք էլ Աստված կենդանիներին բերում էր Ադամի մոտ, Ադամը անում էր։ Ասեմ, որ Աստված այն ինչ որ ասում է ու լինում է, դա բոլորը բարի է, կատարյալ է, ամեն։ Հիմա Ադամին Աստված ստեղծել իր նման, եւ Ադամն էլ ասելու ունակություն ունի, խոսալու կարողություն ունի, եւ նա կենդանիներին անուն է դնում ու ասում է, որ այդ դրած անունները միջև այսօր նույնն է։ Մենք այսօր որ կովին ենք ասում, դա Ադամի դրած անունն է։ Խոզին ենք ասում, դա Ադամի դրած անունն է։ Բայց մի հատ դեպք պատահեց Եդեմի պարտեզում եւ մարդը ընկավ Աստծո փառքից։ Մարդը մենանջեց ու հեռացավ դրախտից, արտաքսվեց Եդեմի պարտեզից։ Մարդը շարունակեց լինել նման Աստծուն։ Այսինքն, այս դեպքում խոսալու ունակությամբ մարդ, բայց պատկերը կորցրեց մարդը, որտեղ այլևս այն ինչը որ մարդը խոսում է բարի չի, այն ինչը որ մարդը ասում է այլևս բարի չի, ամբողջ վտանգը մարդուն Աստծո նմանությամբ ու պատկերով ստեղծելու ռիսկը, որ Աստված օգտագործեց մարդուն իր նմանությամբ ու պատկերով ստեղծելու հենց սրա մեջ է, որ մարդը կարող էր ընտրել մեղնաչական կյանքը եւ այդ նմանությունը վատներ իր սեփական պատկերի համար եւ ոչ թե Աստծո պատկերը արտացոլելու համար։ Նույնիսկ Հիսուսը երբ որ եկավ Մատթեոս ավետարանի մեջ 12 գլխի մեջ նա ասում է ամեն դատարկ խոսքի համար պատասխան պիտի տալ դատաստանի օրը։ Շատ խիստ է ու շատ կարևոր։ Որտեղից է գալի այս խոսքի կարողությունը եւ խոսքի ունակությունը։ Աստվածաշունչն ասում է հավատացինք դրա համար խոսացինք։ Մենք խոսում ենք այն ինչ որ լսում ենք ու մեր լսածին հավատում ենք։ Դեք Եվան հանդիպելով օձի հետ դրախտում Եդեմի պարտեզում մինչ կհանդիպեր օձի հետ նա ուներ մի ինֆորմացիայի աղբյուր։ Ես կարծում եմ, որ երբ որ Աստված չարի ու բարի գիտության պտուղը տնկեց դրեց Եդեմի մեջ այդ ծառը, այդ ժամանակ Եվան դեռ ստացված չէր եւ Աստված Ադամին պատվիրեց, որ չուտես այդ պտուղից։ Ես մտածում եմ, որ Եվան Ադամի քարոզչության կրողն էր, լսողն էր։ Եվային քարոզել էր Ադամը եւ Ադամի խոսքին էր նա հավատացել, հավատալով, որ դա Աստծո պատվերն է։ Եվ նա հավատալով այդ խոսքին, լսելով այդ խոսքը, հավատալով այդ խոսքին, մի օձի հետ կհանդիպեր, նա չէր նույնիսկ դիպչում այդ ծառին։ Որտեղ օձին ինքն էլ ասեց, Աստված չէր ասել դիպչելու մասին, բայց նա ասեց, Աստված ասել է, չուտեք դրանից եւ չդիպչեք, որովհետեւ կերածը օրը մահով պիտի մեռնես։ Հավատացել էին սրան եւ չէին ուտում։ Եվ երկրորդ ինֆորմացիան է ստանում այդտեղ Եվան։ Ասում է, ոչ, չես մեռնի։ Ասում է, ոչ, չես մեռնի։ Հիմա Եվան ընտրեց հավատալ, որ ինքը չի մեռնի։ Գիտեք ինչի։
հաճելի էր այդ պտուղը։ Մենք, գիտեք, սիրում ենք, մենք մարդիկը սիրում ենք հավատալ նրան, այն ինչը որպես հաճելի է։ Մենք հեշտությամբ ընտրում ենք հավատալ այն, ինչ որ մեզ հաճելի է։ Հիմա Եվան լսեց օձին և ընտրություն կատարելով որոշեց հավատալ չմեռնելու։ Բայց ես ձեզ ասեմ, գիտեք, Աստվածաշունչն է մեզ սովորացնում, որ սատանան ստախոս է, ուրիշ տեղ որտեղից գիտեք, որ նա ստախոս է։ Ով գիտի, ուրիշ տեղ որտեղից է այս ինֆորմացիան, որ նա ստախոս է։ Աստվածաշունչն է միակ աղբյուրը, որ ասում է սատանան ստախոս է։ Ես մտածում եմ, որ սատանան ինքը իրան ստախոս չի համարում։ Ասում է, ես ճիշտ եմ։ Ես էլ իմ ճիշտն եմ, կամ չէ, մարդիկ ասում են, ամեն մարդ իր ճիշտն է։ Նա սատանան ինձ թվում է ինքը չի հավատում, որ ինքը ստախոս է, ինքը մտածում է ինքը ճիշտ է։ Եթե մտածեր, որ ինքը սուտախոս է, միգուցե կապաշխարեր, բայց չէ։ Նա չի հավատում, որ ինքը սուտախոս է, նա ասում է, ես եմ ճիշտ, ոչ թե Աստված։ Հիմա մենք ընտրություն ունենք, որը մեզ համար ճշմարտություն համարում։ Եթե դու ընտրում ես սատանայի սուտը որպես քո համար ճշմարտություն, Աստծո ճշմարտությունը քեզ համար դառնում է ստություն։ Եթե դու ընտրում ես Աստծո ճշմարտությունը, սատանայի սուտը քո համար սուտ է։ Ամեն։ Հավատքը լսելուց է։ Այս սկզբունքը սատանան 6000 տարի առաջ հասկացավ։ Եվ նա լսելու միջոցով իր սուտը հավատացրեց մարդուն։ Ոչինչ չի փոխվել, ժողովուրդ։ Այսօր սատանան նույն ձևի է գործում, որովհետև այդ հոգևոր սկզբունքը նույնն է, հավատքը լսելուց է։ Որն է քո ինֆորմացիայի աղբյուրը։ Դու որն ես ընտրում քեզ համար ինֆորմացիայի աղբյուր, որպես ճշմարտություն։ Օրինակի համար, եթե միացնես հեռուստացույցը լուրեր ես դեմ, ինչ-որ մի հեռուստալիքով լուրեր ա գնում, օրինակի համար։ Այս ինչ քաղաքական գործիչը գնաց, այս ինչ երկիր, և դա ասվում է այն կոնտեքստով, որ հարալ է, մարադս լավ է, որ գնացին է, այս ինչ լավ բան է, մեր երկրի համար ես ամի լավ բան կր։ Թերթում ես ալիքը, մի ուրիշ հեռուստաընկերություն նույն լուրը ասում է, որ այո այդ քաղաքական գործիչը գնացել այս ինչ երկիր, այս կոնտեքստը ու այդ տրամադրվածությունը, որ այս ինչ վատ բան արել։ Եվ դու մտածում ես, հիմա որին հավատաս, որն է ճիշտ, ինչ է քարոզում քեզ, հավատքը լսելուց է, դու որն ես ընտրում, որպես ինֆորմացիայի աղբյուր, այն ինչ որ դու ընտրում ես, նա դառնում է քո սրտի բնակիչը և քո սրտից քո բելանը խոսում է քո սրտի ավելցուկից։ Հոգևոր օրենք, այո, որ մեր խոսքերը Աստծո ականջին ոնց որ խոսում ենք այդպես էլ կլնում անես։ Այսօր ունենք այն, ինչ որ երեք խոսացել ենք Աստծո ականջին։ Ինչի այսքան խիստ, որ այո,
Մենք նրա նմանությամբ պատկերով ստեղծված ենք, նրա նման ենք, մենք խոսացող ենք, մեր խոսքերը արարող են։ Եվ մենք մեր խոսքերով կարանք քանդենք եւ մեր խոսքերով կարանք սարքենք։ Լեզվի մասին Հակոբոս առաքյալը շատ մի ամբողջ գլուխ է դրան տրամադրել։ Ասում է չի կարա մի աղբյուրից համ դառը ջուր գա համ քաղցր։ Մեր խոսքը կազմված է մեր լսած ինֆորմացիայից։ Այն ինչ որ մենք խոսում ենք, այն ինչը որ մենք արձակում ենք հոգևոր աշխարհի մեջ, դա մեր ստացած ինֆորմացիայի հետևանքն է։ Հավատացինք դրա համար խոսացինք։ Շարունակության մեջ Աստվածաշունչը Հռոմեացիս թղթի մեջ է ասում, ասում է Հռոմեացիս 8:29 եկեք բացենք կարդանք, ես շատ եմ սիրում այս տեղը։ Ութերորդ գլուխ 29 խոսքը։ Որովհետև նրանց ում սկզբից ճանաչեց, նույնպես նախասահմանեց իր որդու պատկերին կերպարանակից լինելու, որ նա շատ եղբայրների մեջ անդրանիկ կլինի։ Այս խոսքը մեզ նույնպես հղում է անում ի սկզբանե Աստծո ծրագրին։ Մարդը երբ որ ստեղծվեց նրա նմանությամբ ու պատկերով, այդ պատկերը դա իր որդու պատկերն է։ Ամեն։ Քրիստոսն է այդ պատկերը։ Բայց նույն Հռոմեացիս թուղթը 12-րդ գլուխ երկրորդ խոսքի մեջ մի այլ պատկերի մասին է ասում։ Ասում է, երբ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ քննեք թե որն է Աստծո կամքը, բարին, ընդունելին եւ կատարյալը։ Երկու կերպարանքի մասին ասում։ Մեկը Աստծո որդու պատկերին կերպարանվելու մասին, մյուսը աշխարհի կերպարանքի մասին։ Մենք բոլորս եկել ենք աշխարհից։ Ինչ որ չափով մենք աշխարհի հետ կապ ենք ունեցել։ Եվ մեր միտքը եւ մեր մտածելակերպը սնուցվել է այդ աշխարհից։ Եվ այս աշխարհը մեզ իր կանոններն է թելադրել, իր մենտալիտետն է մեր մեջ դրել, մտքի ուղղությունն է դրել։ Ու այս աշխարհիկ մտածելակերպի համար Պողոսը Հռոմեացիների թղթին այս խոսքը ասում մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Դրանից առաջի խոսքի մեջ ասում է, ուրեմն աղաչում եմ ձեզ եղբայրներ Աստծո ողորմությամբ, որ ձեր մարմինները ներկայացնեք որպես կենդանի զոհ սուրբ Աստծուն ընդունելի, որ ձեր իմաստալից որ ձեր իմաստալից պաշտամունքն է։ Պողոսը աղաչում է։ Այլ խոսքերով ասած Սուրբ Հոգով ներշնչված մի աղաչանք է անում։ Կարծես 2000 տարի հետո այս խոսքերի միջոցով Սուրբ Հոգին ինքն է աղաչում մեզ։ Այդ հոգին է փոխանցում մեզ իր վերաբերմունքը, ասում է աղաչում եմ ձեզ, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի զոհ, որպեսզի այդ մարմնավոր կյանքից հրաժարվենք, որի արդյունքում մեր միտքը ձևավորվել է աշխարհիկ մտածելակերպով եւ դրա հետևանքով մենք բաներ ենք խոսում Աստծո ականջին, որը որ վտանգավոր է ու քանդող է, ավիրող է։ Եվ հիմա Աստվածաշունչը ասում է, որ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այն մյուսներն էլ ասում է,
Աստծո որդու պատկերին կերպարանակիցել եք։ Երկու կոչ, են մի արեք, էս արեք։ Եվ նույնպես ճանապարհն է ցույց տալի, ոնց մենք կերպարանակից չլենք այս աշխարհին, այլ կերպարանակիցը ենք նրա որդուն, Հիսուս Քրիստոսի պատկերին։ Ասում է մտքի նորոգությունով նորոգվեք։ Մտքի նորոգությունով նորոգվեք։ Մեր միտքը նորոգվում է այս խոսքով։ Մեր մտածելակերպը փոխվում է այս խոսքը կարդալով։ Այս խոսքի հետ ունեցած մեր վերաբերմունքից է փոխվում մեր մտածելակերպը։ Հիշում եք Հեսուն ինչ է պատվիրում Աստված։ Հեսու առաջի գլուխ 8-րդ խոսքը։ Օրենքի այս գիրքը թող քո բերանից չհեռանա։ Գիշեր ու ցերեկ մտածիր դրա մասին, որպեսզի նրա մեջ ամբողջ գրվածը պահես եւ կատարես, քանի որ միայն այդ դեպքում գործերդ կբարգավաճեն եւ հաջողություն կգտնես։ Այս խոսքն է, որ պատվիրում Աստված, որ անընդհատ մեր աչքերի առաջ է։ Մենք մտածենք այս խոսքի, կարդանք այս խոսքը։ Այս խոսքով մեր կյանքը վերակառուցենք։ Ուզում ես հաջողակ լինել, ուզում ես լավ ապրես, ճիշտ ապրես, Աստծո սրտի ուզած ձևով ապրես, ու ով է ուզում։ Պատասխանը սա է, այս խոսքի հետ։ Սաղմոս առաջինում ասում է, երանելի այն մարդը, որ ամբարիշների խորհրդով չի գնում, մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, եւ ծանր անողների նստած տեղը չի նստում։ Ու շարունակությունը ասում է, եկեք կարդանք, այնքան լավ ասում։ Առաջի Սաղմոս։ Երանելի այն մարդը, որ անաստվածների խորհրդով չի ընթանում, մեղավորների ճանապարհում չի կանգնում, ոչ էլ հետնողների աթոռին է նստում, այլ նրա հաճույքն Աստծո օրենքն է, եւ գիշեր ցերեկ նրա օրենքի մասին է խորհում։ Ուզում ես հաջողակ լինես։ Սա է ճանապարհը։ Եվ շարունակության մեջ ասում է, նա ջրերի ընթացքում տնտված ծառի պես է։ Գիտեք, այս կյանքով ապրող Աստծո խոսքը կարդացող ու Աստծո խոսքի վրա ամբողջ կյանքը դնող մարդը նման է ջրերի ընթացքում տնտված ծառի։ Այսինքն մի ծառ, որին ջրելու համար կարիք չկա վեդրոներով ջուրը կրես բերես լցնես, շլանգը քաշես ջրես, ինչ-որ առու բերես ջրելու համար, սա արդեն ջրերի ընթացքում տնտված ծառի պես, սրա տերևը չի թառանում, սա սեզոնային չի, մեկ լավ, մեկ վատ, միշտ թարմ է, և իրակը ուղը ժամանակին է, սա է հաջողության գաղտնիքը, ունես բիզնես, ուզում ես բիզնեսի մեջ մտնես, սա է սկզբունքը, ուզում ես ընտանիք կառուցես, սա է սկզբունքը, ուզում ես ծառայություն կառուցես, սա է սկզբունքը, ամեն, ուզում ես եկեղեցի սկսես, սա է սկզբունքը, գիշեր ու ցերեկ նրա խոսքի վրա խորելով, նրա խոսքի վրա ուշադրություն դարձնելով,
Այս խոսքի հետ քո փոխհարաբերությունն է, որ քո միտքը նորոգում է։ Եվ դու խոսալուց այլևս ոչ թե խոսում ես բաներ, որ աշխարհից է, որ քանդող է, որ ավիրում։ Ամեն։ Այս խոսքի հետ քո ընկերակցությունից է, որ քո սիրտը դծվում է սրանով եւ քո սիրտը եւ քո լեզուն խոսում է քո սրտի ավելցուկից, ու այդ սիրտը միշտ ավելով լցված է նրա խոսքով, արանիչ խոսքով, երկի արարող խոսքով, լույսը ծագեցնող խոսքով։ Ամեն։ Մենք արթնություն ենք ուզում, մենք արթնության սպասողներ ենք, մենք երեկվա մեր համաժողովի հենց անունը արթնություն էր, եւ մենք հավաքված էինք, մենք լցվում ենք Աստծով, մենք ուզում ենք այդ արթնությունը, տենչում ենք, կանչում ենք այդ արթնությունը։ Բայց խոսքը գիտեք ինչ ասում, ասում այս խավար աշխարհի իշխանը Սատանան։ Խոսքը աշխարհիկների մասին ասում, նրանցում սրտերը կուրացրեց, որպեսզի ավետարանի լույսը չծագի։ Եվ Պողոսը շարունակում այդ միտքը ասելով, որ երբ որ Աստված ասեց լույս լինի, նա մեր սրտերի մեջ այդ լույսը ծագեցրեց։ Այդ արարող խոսքը, որ լույս է բերում խավարի մեջ, այդ խոսքը թող առատությամբ բնակվի մեր մեջ։ Ամեն։ Եվ սա է արթնություն բերող խոսքը, սա է արթնության սկզբունքը, առանց Աստծո խոսքի չկա արթնություն, առանց գիշեր ու ցերեկ խոսքի հետ հաղորդակցության չկա արթնություն։ Աստվածաշնչի էջերը թող չփոշոտվեն քո տան մեջ։ Ամեն օր գիշեր ու ցերեկ սրա վրա մտած։ Ամեն։ Հիմա մենք պիտի աղոթենք, բայց մինչև աղոթելը մի տեղ եմ ուզում կարդալ։ Ժողովող 5-րդ գլուխ 6-րդ խոսքը։ Մի թույլ տուր բերանից, որ մարմնականիդ մեղա չեն տա։ Ոչ էլ հրեշտակի առջև ասա թե սխալ եղա։ Ինչու Աստված բարկանա քո խոսքի համար եւ ավերի ձեռքի գործը։ Սովորենք ճիշտ խոսալ։ Սովորենք Աստծո խոսքից խոսալ։ Սովորենք խոսալ այն, ինչ որ Աստված ասում։ Սովորենք կրկնել այն, ինչ որ Հիսուսն է ասում։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք։ Եվ հիմա պիտի աղոթենք մի աղոթք, որը գրված է Եփեսացիս թղթի մեջ։ Առաջին գլուխ 15-րդ խոսքի մեջ։ Պողոս ասում է, այդ աղոթքը, ինչի համար աղոթքը ասում է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, Փառքի Հայրը ձեզ իմաստության եւ հայտնության հոգի տա իրեն ճանաչելու համար։ Շարունակությունը պատճառներն է ասում, որ ձեր հասկացողության աչքերը լուսավորվելով իմանաք, թե ինչ է նրա կոչումի հույսը եւ ինչ է իր ժառանգության փառքի հարստությունը սուրբերի մեջ։ Նայեք, ես ինձ սովոր թարգմանության խոսքերով կասել եմ, ասում աղոթում եմ, որ Աստված տա ձեզ իմաստության ու հայտնության հոգին, որպեսզի ձեր սրտի աչքերը լուսավորվելով գիտենաք, ինչ փառավոր ճոխություն կա մեր մեջ,
դրված Աստծուց։ Ինչ զորավոր հոգի կա մեր մեջ։ Մեր սրտի աչքերը լուսավորվելու կարիք կա։ Նրա գիտությունով։ Եվ այդ գիտությունը այս խոսքը։ Ամեն։ Աղոթենք թող իրոք Աստված բացի մեր սրտի աչքերը։ Ու մենք տենանք այդ փառավոր ճոխությունը, որի մասին գրված է այս խոսքի մեջ, ու այս խոսքի հետ ընկերակցելով գնանք Աստծո կամքը կատարելու։ Ամեն։ Հայր, ես այսօր նույնպես աղոթում եմ, խնդրում եմ քեզանից, որ դու մեր եկեղեցում ամեն մի լսողին հիմա Աստվածին, ամեն քո առաջ կանգնած մեկին, այս պահին Աստվածին խնդրում եմ, որ դու տաս քո իմաստության ու հայտնության հոգին,